Ձեր մտքի ուժը, եթե համարում եք, որ այդպեսին կա, մի պահի գրադարանում, գրքերում, ամբիոնների վրա, տարեք հրապարակ, եւ մի վախեցեք, երբ այդտեղ տեսնեք զանազան կուսակցական դրոշներ, դրանք էլ պիտի լինեն, որովհետեւ հայրենիքը բոլորինն է, պարզապես ձեր դրոշը դարձրեք ազգային խիղճը եւ արժանապատվությունը։ Ի վերջո, քանի գրոշ արժեն Արցախին եւ Հայաստանին ձոմված երգերն ու գրքերը, երբ մեր աչքի առաջ անարգում են մեր անցյալը եւ ստրկացնում բոլորիս։ Լռող մտավորականը միշտ ծառայում է խոսող բռնապետին։ Խոսող եւ այս քստմելի վիճակին ընդդիմացող մտավորականը հանրության հավաքական ինտելեկտի եւ ազգային արժանապատվության մտածողության ներկայացուցիչն է։ Իսկ հանրային բանականությունը առանց մտավորականության պարզապես կամ աղմուկ է, կամ մոլորություն։ Հայ ժողովուրդը մտավորականությունից ակնկալում է ոչ թե սրտաճմլիկ վերլուծություններ, այլ ուղեցույց, ոչ թե տարերային դժգոհություն, այլ կեցվածք արժանապատիվ դիմադրություն։ Իսկ եթե հայ մտավորականությունն այսօր իր դերը չի կատարում, ապա վաղը նա այլևս անուն չի ունենալու։